Ջերմուկ քաղաքում կկառուցվի նոր փոքր օդանավակայան։ Forbes պարբերականին հայտնել է համայնքի ղեկավարը։ Նոր օդանավակայանը ըստ Ջերմուկի ղեկավարի նոր հնարավորություններ կստեղծի լոգիստիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում։ Սկզբում կլինեն ներքին չվերթեր, իսկ ավելի ուշ չվերթերը կընդլայնվեն միջազգային ուղղություններով։ Ջերմուկում նոր օդանավակայանի կառուցման թեման քննարկվում է 2 տասնամյակից ավելի։ Քաղաքում այս պահին էլ չգործող օդանավակայան կա։ Այն գտնվում է Երևան-Ջերմուկ ճանապարհի հարևանությամբ Արփագետի ձախ ափին։ Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիտորինգի 184 կայաններից ստացված տվյալների համաձայն 2025 թվականի նոյեմբերի 20-ից 30-ը ժամանակահատվածում օդի որակի կտրուկ վատթարացում է արձանագրվել։ Քաղաքապետ Ավինյանը հայտնել է, թե թաղապետարանների աշխատակիցները վարչական շրջանում տերևներ պետք է չվառեն։ Հակառակ դեպքում վարչական շրջանի ղեկավարներից նկատողություն կստանան, ընդհուպ աշխատանքից ազատում։ Գեղարքունիքի մարզում կեսօրին հարավկովկասյան երկաթուղու բեռնատար գնացքը Շորժա-Ճամբարակ ճանապարհահատվածում դուրս է եկել երկաթգծերից։ Գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 3 վագոններ, որոնք եղել են դատարկ, բախվել են իրար։ Ընկերությունից հայտնել են, որ տեղանքում քարաթափում է եղել եւ գնացքը չի կարողացել արգելակել, որի հետևանքով 3 վագոնները բախվել են իրար։ Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Toyota Camry մակնիշի ավտոմեքենան հաղթանակի զբոսայգում մառախուղի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել մի քանի սանդուղքներ եւ ավտոմեքենայի առջևի հատվածով հայտնվել արհեստական լճակում։ Նախնական տեղեկություններով տուժածներ չկան։ Բժշկական կենտրոններից մեկը ահազանգել է համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հանրային գործիչ Միհրան Հակոբյանը, ում դեմ հարձակում է եղել։ Ոստիկանությունը հայտնում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 14-ին ժամը 20:00-ին։ Այս մասին տեղեկությունը հայտնել են Երևանի Ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Մայրաքաղաքի կենտրոնում դեռևս շարունակվում են տոնածառի տեղադրման եւ զարդարման աշխատանքները։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։